Հարգելի ստատիտողներ, մեր զրուցակից այսօր կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանն է, շնորհակալ եմ պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Եվ ուզում էի միասին ամփոփենք ընդունելության, այսպես ասած, արդյունքները, քանի որ 26 թվականի արդեն արդյունքները բարձ են, հայտնի են եւ այս տարի 12538 դիմորդ ունեն պետական բուհերը եւ երբ որ համեմատում ենք նախորդ տարվա համեմատ 8% մոտավոր կարծես ավել էր, դրա փոխարեն ընդունվածների թիվն է ավելի նվազել։ Ուզում էի հասկանալ որն է այս պատկերի հետևանքը եւ արդյոք այս բարձր դիմորդների քանակի ավելացումը ավելի հետաքրքրվածության մասին է վկայում կրթական, ոլորտի նկատմամբ, թե այլ պատճառներ կան։ Այո, մեր հասարակությունը սովորաբար ամռանը, քանի որ քաղաքական մեծ իրադարձություններ տեղի չեն ունենում, իրադարձությունների կիզակետում ընդունելության քննություններն են։ Եվ դա ես հիշում եմ իմ ընդունվելու ժամանակ էր այդպես, երևի ձեր ընդունվելու ժամանակ է այդպես եղել, եւ մինչեւ հիմա դա շարունակվում է։ Ընդ որում պետք է ասել, որ այս շարունակությունը միայն Հայաստանում է, որ այսպես աժիոտաժ աշխուժություն է առաջացնում ամռան ուղիղ կեսին, որովհետև մյուս երկրներում կենտրոնացված քննություններ հասկացությունը վաղուց վերացել է։ Եվ յուրաքանչյուր համալսարան ինքն է որոշում, թե որ դիմորդը դառնա ուսանող տվյալ համալսարանում եւ որ դիմորդը չդառնա։ Իսկ կրթական համակարգը պատրաստ է այդ մոտեցումը։ Մեր կրթական համակարգը չեն պատրաստել դրան եւ ամբողջ ամեն ինչ ըստ էության պետությունը իր ձեռքն է վերցրել, նա է որոշում թե որ բուհը քանի մասնագիտություն ունենա, որ մասնագիտությամբ քանի դիմորդ ունենա, այդ դիմորդներից քանիսը ընդունվեն եւ այլն։ Ամբողջությամբ կարելի է ասել պլանային տնտեսություն, որը շատ հատուկ է խորհրդային միությանը։ Եվ խորհրդային միության մնացուկներից ըստ էության ամենացցությունը սա է, ընդունելության քննությունները կենտրոնացված կարգով անցկացնելը, որը որևէ դրական եւ որակի առումով, կրթության որակի առումով որևէ բանի չի բերում։ Հիմա եկեք գնանք թվերին, տեսնենք թե մեր պետությունը կամ այսպես ճիշտ ասենք կառավարությունը ինչ է անում մեր բարձրագույն կրթության հետ։ Ուրեմն տեսեք, այս տարի ինչպես դուք իրավացիորեն ճիշտ նշեցիք, ճիշտ է, դիմորդների թիվը անցած տարվա համեմատ մի քիչ ավել էր, բայց ընդունված դիմորդների, այսինքն արդեն ուսանող դարձած մարդկանց թիվը կազմել է ընդամենը 9620։ Անցած տարի նույն թիվը եղել է 10950։ Դա նշանակում է, որ 1330 ավելի քիչ ընդունված դիմորդներ ունենք այս տարի։ Իսկ պատճառը Պատճառները շատ են, որովհետև մի քանի բաղադրիչներ կա պատճառների, բայց ասեմ, որ սա ուղղակի հենց այնպես վիճակագրություն չի եւ մենք չենք համեմատում ուղղակի 2 տարվա տվյալները։ Պետք է համեմատել մի քանի տարվա տվյալները, որպեսզի բոլորի մոտ պատկերը ավելի ամբողջական լինի։ Ուրեմն նույն թիվը ընդունված թվերն են, ընդունված դիմորդների թվերն եմ միայն ասում։ 2021 թվական 17200 2022 թվական 16500, 700-ով պակասել է։ 23 թվական 16000, եւս 500-ով պակասեց։ 24 թվական կընտրուկ անկում 10700 եւ հիմա կասեմ սա ինչի հետ է կապված։ 25 թվական, ինչպես ասացի, 10950 եւ 26 թվական առաջին անգամ վերջին երևի անկախության տարիներին, որ 10000-ից ավելի քիչ ուսանողներ են ընդունվել բարձրագույն ուսումնական խստացվել ավելի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ուրեմն այդ կտրուկ անկումը, երբ որ մենք տեսանք 23 թվականից, դա կապված էր նրա հետ, որ Հայաստանի այդ օրվա գործող կառավարությունը որոշեց, որ դիմորդները չեն կարող դիմել մի քանի բու եւ մի քանի մասնագիտությամբ, այլ միայն պիտի դիմեն մեկ բու եւ կոնկրետ մեկ մասնագիտությամբ։ Դա նշանակում է, որ լավ պարապած, լավ գիտելիքներ ունեցող դիմորդը պիտի որոշի ինքը որտեղ կարող է դիմել, որպեսզի ընդունվի, չէ՞ որ նա դիմում է, որպեսզի հետո դառնա ուսանող։ Եվ քանի որ հնարավորությունները շատ չեն, մրցույթը որոշ մասնագիտությունների գծով, եւ դրանք չեն փոխվում վերջին տարիներին, այդ մասնագիտությունների գծով մրցույթը շատ մեծ է լինում։ Այդ դիմորդը դուրս է մնում մրցույթից, բայց քանի որ մյուս տեղերում արդեն ամենացածր միավորներով դիմորդները արդեն ընդունվել են, չի կարողանում։ Եվ այդ դիմորդները վերջին փաստորեն 3-4-5 տարիների ընթացքում ընդհանրապես դուրս են մնում մրցույթից։ Հիմա այդ կարգը պահպանված է, չէ՞, միայն մեկ։ Հիմա այդ կարգը պահպանված է, նույն ձևի հիմա
մեր դիմորդները չեն կարողանում մեկից ավելի բուհեր եւ մեկից ավելի մասնագիտություններով դիմել, որը էապես նպաստում է եւ սա գործոններից մեկն է։ Իսկ թափուր տեղերը որ այսպես մասնագիտություններով են ավելի շատ որ հետո առաջանում են թափուր տեղեր, որտեղ դիմորդները շատ քիչ են եղել եւ մյուսները, որոնք դրական գնահատականներ են ստացել, բայց չեն ընդունվել, նրանք կարող են գալ, բայց մեր դիմորդների, տեսեք, ուրեմն, եթե անցած տարի դիմորդների 68.5% հաղթահարել էր նվազագույն շեմը եւ ընդունվել էր կամ դրական գնահատական էր ստացել, նորից եմ ասում 68.5%։ Այս տարի այդ նույն թիվը կազմում է 58.4%։ Դա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր երկու դիմորդից մեկը չի կարողանում դպրոցական գիտելիքներով, շատերը նույնիսկ գիտեք պարապում են, հաղթահարել է նվազագույն 8 միավորը ստանալ երկու քննությունից եւ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Սա երկրորդ գործոնն է։ Երկրորդ գործոնը, այսինքն, որ համատարած անգրագիտություն եւ գիտելիքների պակաս, որ երեխաները ստանում են հանրակրթության ոլորտում։ Այսինքն դպրոցահասակ տարիքից է։ Այո, դպրոցում գիտելիքները չեն բավականացնում, որովհետեւ բուհերի ընդունելության քննությունների շեմը ըստ էության էապես չի փոխվել։ Այսինքն դու պիտի գոնե տարական գիտելիքներ ունենաս, այդ 8 միավորը կամ 7.5 հավաքել կլորացված 8, որպեսզի կարողանաս ընդունվել։ Երեխաների 58.4%-ն է միայն կարողանում հաղթահարել եւ ընդունվել։ Որ մասնագիտություններն են ավելի պահանջարկված, որ այսպես ֆակուլտետները ավելի շատ դիմորդներ ունեն։ Ինչ-որ պատկերային փոփոխություններ կան, բացի այն այսպես միջազգային, իրավաբանական, տնտեսագիտական։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ըստ էության էական փոփոխություններ չեն եղել, ամենապահանջարկված մասնագիտությունները դրանք տնտեսագիտություն, կառավարում, ֆինանսներ, վարկ այդ մասնագիտություններն են, տնտեսագիտական համալսարան, հիմնականում Երևանի պետական համալսարան, մյուսը իրավագիտություն մասնագիտությունն է, որտեղ էլի դիմորդները շատ են դիմում եւ բարձր մրցույթ կա, բժշկագիտություն, այսինքն բժշկական համալսարանի դիմորդներն են էլի ահագին շատ, մրցույթ է միշտ լինում, եւ ունենք IT ոլորտը, կիրառական մաթեմատիկա, այդ հաշվողական տեխնիկա, այդ մասնագիտությունները, որտեղ մրցույթ կա։ Իսկ այն մասնագիտությունները, որոնք պահանջարկված չեն, դրանք հարյուրավոր են։ Իսկ որոնք են դրանք։ Ուրեմն տեսեք, այս տարի 100-ից ավելի մասնագիտություններով ունեցել ենք 0 դիմորդ։ Եվ եւս 50-ից ավելի մասնագիտություններով ունեցել ենք 1 կամ 2 դիմորդ։ Դա նշանակում է 150-ից ավելի մասնագիտություններով ըստ էության մենք մասնագետներ չենք ունենալու։ Բայց դա չի գալիս պահանջարկից, բնականաբար, եթե ուսանողը տեսնում է, որ այս օրինակ քիմիկի պահանջ որպես այդ ենթադրենք որպես օրինակ չկա, բնականաբար չի ցանկանում այդ ուղղությամբ շարունակել։ Շատ ճիշտ եք ասում, որովհետև մեր դիմորդները եւ իրենց ծնողները շատ պրագմատիկ են մտածում։ Նրանք մտածում են ընտրել այնպիսի մասնագիտություններ, որ հետո այդ երեխան ավարտի բարձրագույն ուսումնական հաստատությունը միանգամից կարողանա աշխատաշուկա մուտք գործել։ Ցավոք սրտի, իսկ պետությունը դրա հետևից չի գնում։ Չասենք պետությունը, էլի այսօրվա կառավարությունը, որովհետև մտածողությունը մի քիչ տարբեր է։ Այսօրվա կառավարությունը համառորեն դնում է այն մասնագիտությունները, որոնք ընդհանրապես պահանջարկ չունեն։ Ուրեմն տեսեք, ժամանակին ագրարային համալսարանը ունեցել է 1000-ից ավելի ընդունվող յուրաքանչյուր տարի։ Այսօր ընդունվողների թիվը 30-40, ամենաշատը 50 հոգի է։ Տարեկան ամբողջ համալսարանը։ Եվ դա է պատճառը, որ այս տարի մենք ունեցել ենք 258 անվճար թափուր տեղեր։ 258, այսինքն պետությունը համապատասխան միջոցներ բյուջեից հատկացրել է, որպեսզի երիտասարդները դիմեն, անվճար սովորեն, դիմող չի եղել։ 258 թափուր տեղ է մնացել։ Սա նշանակում է պետական բյուջեի միջոցների ուղղակի փոշիացում, մսխում։ Եվ այս ամբողջը հիմնված է որևէ հաշվարկ չկա դրա տակ դրված։ Դրա համար ես ասում եմ, սրանք օդից վերցված թվեր են, որ այս մասնագիտությունից այնքան է պետք, այն մասնագիտությունից այնքան է պետք։ Ինչի համար հիշեցի ագրարային մասնագիտությունները, որովհետև դրանք ամենաչպահանջարկված մասնագիտություններն են։ Ագրարային մասնագիտություններով գրեթե դիմորդներ մենք չենք ունենում։ Գյուղատնտեսության ոլորտն է,
Մյուս ոլորտը, որտեղ ամենաքիչ պահանջարկվածն է մեր դիմորդների կողմից, դա մանկավարժական մասնագիտություններն են, սա շատ հետաքրքիր է, եւ հատկապես բնագետ մանկավարժներ, օրինակ կենսաբանության ուսուցիչ, ֆիզիկայի, քիմիայի եւ այլն։ Եվ այս այն պարագայում եւ այսօրվա կառավարությունը դրոշակը վերցրել է եւ ասում է ուսուցչի աշխատավարձը այնքան բարձր է, որ այն падգամավորները, որոնք չեն ընտրվի նորից падգամավոր, նրանք կարող են գնալ ուսուցիչ աշխատել, որովհետեւ նրանց աշխատավարձը 700,000 է։ Բայց սա ամենապարզ ցուցիչն է, որ երիտասարդները չեն ուզում ուսուցիչ դառնալ, որովհետեւ աշխատավարձը այնքան ցածր է, որ նրանք պատկերացնում են, որ դրանով ըստ էության որևէ բան նրանք չեն կարող անել եւ դրա համար չեն էլ դիմում այս մասնագիտությունների գծում։ Գուցե պահանջարկ էսպես։ Դե պահանջարկը մոտ հետաքրքրվածություն նաեւ չկա։ Չէ, բայց նայեք, պահանջարկը ինչպես է որոշվում պահանջարկը։ Պահանջարկը որոշվում է նրանով, որ դու այդ մասնագիտությամբ աշխատելով կկարողանաս քո ընտանիքի հոգսերը հոգալ, մի բան էլ ժողովրդական լեզվով ասած հետ գցել, որպեսզի ժառանգների մասին մտածել։ Անհնար է ուսուցիչ աշխատելով նման բան անել։ Եվ մյուս բան էլ, քանի որ թեմայից շատ չհեռանանք, ասեմ, որ այս պահի դրությամբ 1000-ից ավելի թափուր ուսուցչի հաստիք կա ամբողջ Հայաստանում, 1000-ից ավել։ Դա նշանակում է մարդիկ ուղղակի չեն գնում դպրոց աշխատելու, մարդիկ չեն գնում դառնալու մանկավարժ։ Դեռ այն մարդիկ էլ, որ գնում են մանկավարժական մասնագիտություններ ընտրելու, դեռ դա էլ պարտադիր չի, որ ընտրելուց հետո նրանք գնալու են եւ դպրոցում աշխատել։ Ես ուզում եմ նաև իմանալ վերջին տարիների կտրվածքով ընդունելը չեն քննություններում ինչ այսպես ստրատեգիական փոփոխություններ են արվել վերջին տարիների, ոչ թե միայն նախորդ տարվա համեմատ, այլ վերջին ընդունելության քննությունները վերջին մի քանի տարիներին նրանք ուրեմն մեր դիմորդները հնարավորություն ունեն 2 անգամ քննություններ հանձնելու։ Սա շատերի կարծիքով դրական է ազդում, որովհետև երեխաների մի մասը որոշակի փորձ է ձեռք բերում առաջին անգամ քննությունը հանձնելու, որովհետև յուրաքանչյուր քննություն բոլորիս է հայտնի, դա ստրեսի հետ է կապված եւ շատերը կարողանում են հաղթահարել այդ ստրեսը։ Մի անգամ նրանք հանձնում են քննությունները առանց նշելու թե ինչ մասնագիտություն եւ ինչ բուհ են ուզում ընդունվեն ձմռանը, հունվարին է դա լինում, փետրվարին եւ երկրորդ անգամ արդեն նշելով թե որ բուհի որ մասնագիտության համար են հանձնում եւ երկրորդ անգամ արդեն ամռանը, դա մայիսի վերջ, հունիսի սկիզբն է այդ քննությունները տեղի ունենում, երբ որ հայտեր են տալիս եւ ընդունվում են։ Բայց շատերը ուղղակի չեն գնում այդ քայլերին, որովհետեւ բարձրագույն կրթությունն էլ կարելի ասել էլ գրավիչ չի Հայաստանի երիտասարդի համար։ Շատերը մտածում են, որ այն 4 կամ 6 տարին, որ նրանք անցկացնելու են բարձրագույն ուսումնական հաստատություն, այո, նրանք ուրեմն ժամանակի կորուստ են դա համարում։ Շատերը գնում են կարճաժամկետ դասընթացների, օրինակ մի քանի ամսվա, կարող է 6 ամսվա դասընթացներ լինել, միանգամից գործատուի մոտ անցնում են աշխատանքի եւ բարձր աշխատավարձով։ Եվ շատ երիտասարդներ գնում են հենց այդ ուղղությամբ։ Շատերն էլ այստեղ նաեւ այդ որ դիմորդների թիվն է նվազում, ընդունվողների թիվն է նվազում, կապված է ժողովրդագրության հետ։ Եկեք ասենք, որ Հայաստանում անընդհատ ծնելիության մակարդակը անկում է ապրում։ Եթե օրինակ անցյալ տարի 30, եթե չեմ սխալվում 34-35 հազար ծնունդ ունեցանք, այս տարի եւս 3000-ով մոտավորապես 10%-ով պակաս ծնունդներ ունեցանք։ Եվ այս միտումը վերջին տարիներին անընդհատ կա, այսինքն ավելի քիչ երեխաներ են ծնվում, այդ երեխաները գնում են դպրոց, նրանցից պաշտոնական տվյալներով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով 10-ից 1-ը դպրոց չի գնում երեխաների, այսինքն այստեղից էլ մաղվում են։ Այդ երեխաների զգալի մասը, մոտավորապես 2-ից 1-ը չի կարողանում հաղթահարել եւ անցնել բարձրագույն ուսումնական հաստատություն, նշանակում է կրթության որակն է անկում ապրում, ժողովրդագրությունը մի կողմից, կրթության որակը, համատարած անգրագիտություն եւ մենք ունենում ենք այս վիճակը։ Ընդ որում ես այստեղ ուզում եմ նշել մի բան, որ այս թվերը կարելի է համեմատել օրինակ մեր հարևան երկրների հետ, շատերին կարող է հետաքրքիր լինել, չէ՞։ Օրինակ Հայաստանը ունի մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարություն, որը օրենքի մակարդակ ունի, որովհետև այդ ռազմավարությունը գնացել է
պետական ծրագիր գնացել է ազգային ժողով եւ հաստատվել է ազգային ժողովի կողմից։ Եվ այնտեղ գրված է, որ մինչև 2030 թվականը Հայաստանի բարձրագույն կրթությունը այնքան լավ պիտի լինի, որ առնվազն 4 բարձրագույն ուսումնական հաստատություն հայտնվեն աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում։ Սա արվել է սրանից 3 տարի առաջ եւ մինչեւ 30 թվականը կա ընդամենը 3 տարի, ասենք, 2-3 տարի։ Ուրեմն, այս պայի դրությամբ վերջերս հրապարակվեց QS, որը ահագին բարձր հեղինակություն ունեցող վարկանիշավորման աղյուսակ է, եւ այնտեղ լավագույն 1000-ի մեջ 1504 համալսարան է ընդգրկված աշխարհի։ Լավագույն 1000-ի մեջ հայկական որևէ համալսարան չկար։ Միակ համալսարանը, որ 1504-ի մեջ կա, դա Երևանի պետական համալսարանն է, որը 1001-ից 1200-ի մեջ է։ Միաժամանակ վերջի 3-4 տարվա ընթացքում Ադրբեջանը, ուրեմն մինչև Հայաստանում այս օրենքի ճակերտներում ասենք, օրենքի ընդունումը, եթե ուներ 2 տեխնացու համալսարան, այս տարվա հրապարակված ցուցակում Ադրբեջանի 10 համալսարան ընդգրկված է 1500-ի մեջ, որից 7-ը լավագույն 1000-ի մեջ։ Որովհետև Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում, թե ինչպես անել, որպեսզի համալսարան չափորոշիչները ինչպես են որոշվում։ Չափորոշիչները հստակ են, բոլորի համար հայտնի են։ Լավագույն համալսարանների չափանիշներ կան, մասնավորապես, որտեղ եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ակադեմիական քաղաքը հենց այդ նպատակով ենք ստեղծում, որպեսզի մեր համալսարանները եւս հայտնվեն լավագույն բուհերի, այսինքն ասում եմ, որ դա նաև տեղանքի, հա, այդպես շենքի հետ է կապված։ Ես հիմա ասեմ բաղադրիչները, դուք ինքներդ որոշեք, ուղղակի այդ ծրագրով նախատեսում է բոլոր համալսարանները միացնել, դարձնել ըստ էության մի հատ ակադեմիական քաղաք, եւ այդտեղից որտեղից պիտի գտնենք առնվազն 4 համալսարան, որ մի հատ էլ 500-ի մեջ լինի, կմնա միայն մեկը։ Բայց տեսեք, ուրեմն հիմնական չափանիշներն են հետազոտությունները, տպագրած հետազոտական աշխատանքները։ Դրանք կազմում են այդ ռեյտինգների, վարկանիշների 50%-ը։ Երկրորդ ուղղությունը դա տնտեսության, տվյալ երկրի տնտեսության հետ կապն է։ Երբ որ ուսանողը ավարտում է համալսարանը եւ հաշվում են, թե նրա քանի տոկոսն է, որ ավարտելուց անմիջապես հետո կամ օրինակ 1 տարվա ընթացքում իր մասնագիտությամբ կարողանում է աշխատանք գտնել։ Հայաստանում այսպիսի վիճակագրություն ընդհանրապես կարելի ասել գրեթե չկա։ Ուրեմն սա կարևոր բաղադրիչ է։ Մյուսը միջազգայնացումն է, որը կազմում է ընդհանուր այդ 100%-ը, եթե ռեյտինգը հաշվում, դրա 15%-ը։ Քանի միջազգային ուսանող կան, դրսից գալիս են այդ երկիր կամ այդ համալսարան, որպեսզի սովորեն։ Հայաստանում ամենաշատ միջազգային ուսանողներ ունի բժշկական համալսարանը։ Հասկանում եք, այն էլ շատ մեծ թիվ չի կազմում։ Փոխանակության ծրագրերը, ֆինանսավորումը, հասանելիությունը կրթության եւ մնացած ուրիշ բաղադրիչներ։ Այսինքն այս բոլոր բաղադրիչներով Հայաստանի բուհերը էապես զիջում են նույնիսկ հարևան երկրների։ Ես ասեմ, որ 23 համալսարան Թուրքիայից կա լավագույն 1500-ի մեջ։ Ուրեմն 33 թե 35 ռուսական համալսարան կա, 11 իրանական համալսարան կա, 3 վրացական համալսարան կա։ Մեր համեմատելի երկրներից նույնիսկ օրինակ Ղրղստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը 20-ից ավելի համալսարան ունի։ Մեր զբաղթյան երկրները, Ուկրաինան, բոլորը մեզնից առաջ են։ Այս վիճակն է։ Եվ դրա համար էլ մեր ուսանողները էս էլ մյուս բաղադրիչն է, թե ինչի չեն գնում համալսարաններում սովորելու, որովհետև կրթությունը չի ապահովում այն որակը, որպեսզի նրանից հետո նրանք կարողանան հեշտությամբ աշխատաշուկա անցնել։ Նրանք գերադասում են օրինակ միջազգային համալսարաններ ընդունվել, եթե լավ գիտելիքներ ունեն, կամ ուղղակի իրենց ծնողների հետ գնալ արտասահման եւ այնտեղ բարձրագույն կրթություն ստանալ։ Պարոն Մխիթարյան, եւ ուզում եի վերջում էլ անդրադառնանք ազգային կրթության խորհուրդներ, հա, որ տվյալներ հրապարակեց, ըստ որի սահմանամերձ բնակավայրերում 200-ից ավել դպրոց պետք է փակվի, հազանգը հենց հնչեցվեց այդ խորհրդի կողմից, ինչ, այսպես ասած, կան դպրոցներ, որոնք արդեն փակվել են կամ չգիտեմ։ Ուրեմն մեզ հասած տեղեկություններով վերջերս Վայոց ձորի մարզում Կարմրաշենի դպրոցը փակվեց, որտեղ աշակերտների թիվը 40-ից 50-ի արանքում էր, եւ այդ երեխաները ստիպված են հիմա հարևան գյուղի դպրոցը գնալ։
Բայց մենք սպասում ենք սեպտեմբերին, որովհետև մեր վերլուծությունները ցույց էր տալիս, որ այն բյուջեն, որը հատկացված էր մարզպետարաններին, որպեսզի նրանք պահպանման ծախսեր որպես օգտագործային այդ դպրոցների համար, այդ բյուջեն կես տարվա համար էր նախատեսված։ Բոլոր այդ 230 մոտավորապես դպրոցների, որոնք փաստորեն սեպտեմբերից այլևս բյուջե չեն ունենալու, այսինքն այդ դպրոցները ըստ էության չեն կարողանա գործել։ Հիմա տեսնենք, քանի որ որոշակի գործընթաց այս ուղղությամբ եւս գնաց եւ շատ գյուղերում հույս ունեին, որ ընտրությունների արդյունքում ինչ որ բան կփոխվի եւ կչեղարկվի այդ ծրագիրը, ցավոք սրտի դա չեղավ, բայց մարդիկ ամեն դեպքում հաստատակամ են, որպեսզի իրենց երեխաները, որոնք ապրում են տվյալ բնակավայրերում, գնան այդ բնակավայրերի դպրոց։ Այս պայդրությամբ էս է, սպասենք սեպտեմբերին, տեսնենք գոնե մեր ակնկալիքը այն է, որ գոնե այն դպրոցները, որոնք 50-ից ավելի աշակերտ ունեն, գոնե այդ դպրոցները մնան, որովհետև դրանց գոյությունը ուղղակի անհրաժեշտություն է այդ բնակավայրը պահելու համար։ Հիշեցնեմ, որ այդ դպրոցների մոտավորապես 1/3-ը գտնվում է սահմանամերձ գոտում, այսինքն սահմանապահ բնակավայրեր են։ Շնորհակալ եմ, պարոն Մխիթարյան, Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար մեր զրույցին, կհանդիպենք։